Գյումրու ձմեռային ցուրտը ջերմանում է բարի ավանդույթներով։ Այս տարի եւս Գյումրու քաղաքապետարանը որոշել է ամանորն առավել հիշարժան դարձնել քաղաքի տարբեր հաստատությունների համար։ Տոնական գունավոր պարկերը, որոնք լի են քաղցրավենիքով եւ ամանորյա անակնկալներով, արդեն հասել են Փյունիկ հասարակական կազմակերպություն։ Փյունիկը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությամբ, գործում է արդեն 28 տարի։ Նպատակը մեկն է՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ինտեգրել արտաքին միջավայր։ Կազմակերպություն հաճախող փոքրիկները գեղեցիկ ներկայացում էին բեմարել, որին ներկա էր նաև Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը։ Я украл у вас праздник. Я украл его, поскольку рассчитывал, что мне от этого будет легче, но просчитался, не помогло. Փյունիկ կենտրոն 150 երեխա է հաճախում, նրանցից 50-ը տեղաշարժվում է սայլակով ու քայլակով։ Արդեն 2 տարի է այս փոքրիկներին միացել են նաև Արցախից Գյումրի եկած հաշմանդամություն ունեցող երեխաները։ Ամանորյա միջոցառման հրաշքներից մեկը փոքրիկ պարկերն են, որոնց երեխաները շատ են սպասում։ Դրանք պարզապես նվեր չեն, այլ ուշադրության եւ ջերմության խորհրդանիշ, որը քաղաքապետարանը փոխանցում է յուրաքանչյուր օջախի։ Քաղաքապետարանի հյուրերը կատարվածել են չեն եկել, իրանց հետ բերել են մեր երեխաների նվերները, որի համար շատ շնորհակալ ենք, մենք շնորհակալ ենք քաղաքապետին մեր, որ միշտ կողքին է եղել մեր բոլոր միջոցառումներին, բոլոր անդամներին, որ անմասն չեն մնացել մեր բոլոր միջոցառումներին, ես կուզենայի, որ մեր շնորհավորանքները, բարեմաղթանքները եւ շնորհակալությունը անպայման հասնել մեր քաղաքապետին։ Շատ շնորհակալ ենք, որ այսօր մեզ ձեր ներկայությամբ մեր միջոցառումը ավելի գեղեցիկ դարձրեցիք։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից ուզում եմ շնորհավորել Փյունիկ կենտրոնի Տիգին Նիկոլոսյան ձեր գլխավորության բոլոր շահառուներին եւ Գյումրի համայնքի բոլոր բնակիչներին։ Շնորհակալություն հայտնել 25 թվականին համատեղ կատարված աշխատանքի համար եւ հույս ունենալ, որ 26 թվականը կլինի նոր եռանդի, նոր ձեռքբերումների եւ համատեղ մշակված ծրագրերի եւ պլանների իրագործման տարի։ Քաղաքապետարանի նպատակը մեկն է, որպեսզի տոնական բարձր տնամադրությունը մուտք գործի ամենուր եւ ոչ մի հաստատություն դուրս չմնա ամանորյա հեքիաթից։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու ծերերի շուրջօրյա խնամքի կենտրոնում խնամվողների համար Գյումրու քաղաքապետարանը տոնական համերգ էր կազմակերպել իր պարային խմբերի մասնակցությամբ։ Այս հաստատությունում բնակվող անձինք մեկ մեծ ընտանիքում են ամանորը դիմավորում լի հույսով եւ նոր սպասումներով։ Նրանց համար Ձմեռ պապի մուտքը հրաշք է։ Բոլորով միասին նրան ներս են հրավիրում։ Ձմեռ պապ։ Հին տարիներ այսպես անցավ, իր հետ տարավ լավն ու վատը, թող այս տարի դες նոր տարին իր հետ դերի լավն ու բարին։ Այս հաստատությունն ունի 160 շահառու։ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներն այստեղ եւս դատարկաձեռն չէին եկել։ Ամանորյա քաղցրավենիքով պարկերից բացի կառույցին նվիրեցին կենցաղային սարքեր։ Ներկաներին անակնկալ մատուցեց Գյումրու Մարջան երգչախումբը, որը գյումրեցի տատիկներից կազմված նորաստեղծ երաժշտախումբ է։ Հայտնի է նաև տատիկների երգչախումբ անունով։ Այն միավորել է երգի նկատմամբ սեր ունեցող տիկնանց, ընդլայնում է երգացանկը եւ հանդես գալիս հանրապետության տարբեր մարզերում, ներկայացնելով իր արվեստը։ Ողջունում ենք բոլորիդ Գյումրու քաղաքապետ պարոն Վարդան Ղուկասյանին եւ ողջ աշխատակազմի անունից շնորհավորում ենք ձեզ գալիք նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Գիտեցեք, որ մենք բարձր ենք գնահատում ձեր բազմամյա վաստակը Լենինագանի եւ այժմ Գյումրու շենացման կայացման գործում։ Նորություն չասեմ, բայց շեշտեմ, որ մենք գտնվում ենք մշտապես ձեր կողքին, ականջալուր ենք ձեր խնդիրներին եւ մեր հնարավորությունների սահմանում կանենք ամեն ինչ մի փոքր ձեր հոգսը թեթևացնելու համար։ Դուք շատ ավելին եք արժանի։ Մենք ինչ որ անում ենք այսօր երևի դա նվազագույնն է։ Ցանկանում եմ ձեզ քաջ առողջություն, թող ձեր բոլոր իձերը ի կատարածվեն եւ մեր հայոց երկրում լինի սեր եւ խաղաղություն։ Շնորհավոր գալիք նոր տարի։ Մեր շնորհակալական խոսք ենք ուզում հղել Գյումրու համայնքի ղեկավար պարոն Ղուկասյանին,
համայնքապետարանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այս գեղեցիկ, այս բովանդակալից ցերեկույթը ձեզ համար կազմակերպելու համար։ Նրանք միշտ եղել են մեր կողքին եւ յուրաքանչյուր տարի այս օրը ձեր օրը դարձնում են այսպես գեղեցիկ եւ ուրախ։ Շնորհակալություն ձեզ։ Այս նվերները, որոնք տեսնում եք մեր զարդարված տոնածառի տակ, Գյումրու համայնքապետարանի կողմից են եւ փոքրիկ նվերները, պարկերը, ամանորյա պարկերը։ Գյումրու քաղաքապետարանի տոնական պարկերը ճանապարհվել են դեպի քաղաքի կրթական, մշակութային եւ սոցիալական տասնյակ հաստատություններ։ Շիրակի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության Նանսենի անվան նախկին ցերեկային կենտրոնի սաները նույնպես նվերներ ստացան։ Այս կենտրոնը խնամք է տրամադրում Շիրակի եւ հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։ Նրանք ուրախ միջոցառում էին կազմակերպել վառ գույներով, ջերմ ժպիտներով գալիք տարվա հանդեպ լավատեսությամբ։ Պարոն Վարդան Օգասյանի եւ ողջ ազնագազմի անունից շնորհավորում եմ ձեզ բոլորին գալիք նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Ցանկանում եմ, որ իրոք, ինչպես ասեցին մեր երեխաները, թող նոր տարին բարություն բերի, բոլոր իրձերը եւ երազանքները թող կատարվեն եւ ամենակարևորը մեր փոքրիկները մեծանան խաղաղ երկնքի տակ։ Քաղաքապետարանում վստահ են, որ տոնն սկսվում է հենց այսպիսի փոքրիկ, բայց սրտանց կատարված քայլերից։ Գյումրու քաղաքապետարանի կողմից ամանորյա պարկերի եւ անհրաժեշտ կենցաղային սարք է տրամադրվել նաեւ Էմիլիա Արեգակ հասարակական կազմակերպությանը։ Ծրագրի շրջանակներում հարյուրավոր պարկեր արդեն տեղափոխվել են նախապես սահմանված հասցեներով։ Նվերներ են ստացել մի շարք հասարակական կազմակերպությունների շահառուները։ Նրանց թվում են Ռուսական աշխարհ, Հայաստանի կույրերի միավորում, մարզամշակութային ներառական կենտրոն, Միսար, Ռոսիա, Արաքս կենտրոն, Խաչմերուկ հիմնադրամ, Գյումրու վերականգնողական կենտրոն, Էլադա, Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն, Քեսապիա արվեստի ստուդիա, Գեղագիտության ազգային կենտրոն կազմակերպությունները։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Թող Գյումրու յուրաքանչյուր անկյունում թևածի տոնական հրաշքը։